Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր դեկտեմբերի 28-ն է արդեն, երեկ մենք չենք պատրաստել հաղորդում, տարին կամաց մոտենում է ավարտին, ընդհանուր առմամբ տեղեկություններն էլ նվազել են, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, այսինքն հիմա բոլորը սպասում են ամանորին եւ ամանորյա տրամադրություններ են ամեն օր։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, դժվար է արդեն տեղեկություններ հավաքել այս պահին, այսինքն քիչ են հետաքրքիր տեղեկությունները եւ երբ որ մեզ հաջողվում է հետաքրքիր ինչ-որ նորությունների հանդիպել, մենք անպայման փորձում ենք պատրաստել հաղորդում։ Եվ այսօր մեր հաղորդման մեջ բնականաբար կրկին Հայաստանից ենք սկսելու մեր հաղորդումը եւ հետո արդեն միջազգային կարևոր իրադարձություններին ենք անդրադառնալու։ Ասեմ, որ հետաքրքիր իրադարձություններ են շատ սպասվում հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ տեղի կունենա հանդիպում Զելենսկիի եւ Դոնալդ Թրամփի միջև։ Չեմ սիրում ասել ամփոփենք տարին, բայց ինչ որ չափով այն ամփոփելու ենք այսօր, բայց դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը հաղորդում չենք անել, եթե լինի հետաքրքիր թեմա խոսելու կամ թեմաներ, մենք անպայման պատրաստելու ենք նաեւ նոր հաղորդում։ Անցած օրը ես անդրադարձա Բայրամովի հայտարարություններին, բայց հետո տեսա, որ այլ հայտարարություններ եւս եղել են Բայրամովի կողմից, որոնք որ Հայաստանին են վերաբերվում։ Ընդհանուր առմամբ այդ հայտարարությունները կարելի է դրական գնահատել բացառությամբ մեկի, դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, որ Ադրբեջանը շարունակում է կրկին պահանջներ ներկայացնել Հայաստանին սահմանադրության հետ կապված, ու դա ամենամեծ խնդիրն է այս պահի դրությամբ խոչընդոտն է հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ դրա համար մինչ օրս չի ստորագրվել խաղաղության փաստաթուղթը, վերջնական խաղաղության փաստաթուղթը, բայց Բայրամովը խոսում էր այն մասին, որ հիմա առևտրային հարաբերություններ են զարգանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, նավթի ներմուծումը գիտեք, հիմա կարող է նաեւ Հայաստանից էլ ինչ-որ ապրանքներ ձեռք բերեն ադրբեջանցիները, ճիշտ ասած մի փոքր թերահավատ եմ այս պահի դրությամբ։ Այսօր էկոնոմիկայի նախարարին հարց էին ուղղել եւ նա խոսել էր, թե ինչ կարող է արտահանել Հայաստանը, ալյումին, մրգեր, մսամթերք, ճիշտ ասած սննդի հետ կապված շատ մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը հիմա ինչ որ սնունդ է ձեռք բերելու Հայաստանից կամ Հայաստանը Ադրբեջանից սնունդ է ձեռք բերելու այս պահի դրությամբ չեմ կարծում, որ դա իրատեսական է։ Տեսնում եմ նաև քննարկումները շարունակվում են նավթի հետ կապված ադրբեջանական շատերը ասում են, որ որոշ բիզնեսմեններ Հայաստանում հարստանում են իշխանության մեջ եղած բիզնեսմեններ կամ մոտ կանգնած բիզնեսմեններ, եւ դա բնական է ինչ որ միտեղ սիրելի հայրենակիցներ, երբ որ սկսում է արդեն բիզնեսը աշխատել, ավելի շատ են սկսում խոսել խաղաղության մասին, քանի որ բիզնեսմեններին, փողվաստակողներին ձեռնտու չէ, որ լինի պատերազմ եւ դրա համար նրանց պետք է որ խաղաղություն լինի եւ առևտուր ծավալվի, բնականաբար ես շատ ավելի կողմ եմ, որ խաղաղություն լինի եւ յուրաքանչյուր նորմալ մարդ կողմ է, որ խաղաղություն լինի, միայն մեկ նկատողություն ունեի եւ շարունակում եմ ունենալ եւ այդ իմ դիրքորոշումը կարծում եմ եզակի է ամբողջ հայկական վերլուծական փորձագիտական դաշտում եւ այդ միակ նկատողությունս այն է, որ պետք է հիմա շատ լավ չափավորել եւ բալանսավորել։ Շատերն են խոսում, որ Ռուսաստանից թույլ կտա Հայաստանին ավելի բալանսավորել էներգետիկ համակարգ, էներգետիկ դաշտը եւ գները կնվազեն նավթի, համաձայն եմ բնականաբար, բայց մեկ մոռանա ում հետ եք բալանսավորում եւ ում միջոցով եք այդ բալանսը անում։ Դրա համար շատ զգուշավոր պետք է լինել, կրկին ասեմ, պետք է անել, բայց չափով եւ շատ խելացի, քանի որ ավելի մեծ խնդիրներ կարող ենք մենք ունենալ այդ ամենից։ Զգուշավոր եթե անենք, խելացի եւ չափով չտարվենք միայն բիզնես շահերի, ոմանց բիզնես շահերին, բնականաբար շատ ավելի լավ կլինի մեզ համար։ Եվ դրանից բացի Բայրամովը անդրադարձել այն հարցին, թե արդյոք կարող է այցելել Հայաստան, թե չէ, հիշեցնեմ, որ հիմա 26 թվականին տեղի ունենալու եվրոպական համայնքների, քաղաքական համայնքների գագաթնաժողովը Հայաստանում շատ կարևոր մեծ իրադարձություն, եւ այդտեղ դերևս Իլհամ Ալիևը մասնակցել չմասնակցել որոշումը չի կայացրել, հնարավոր է ոչ թե Ալիևը մասնակցի, այլ նրա փոխարեն Բայրամովը մասնակցի, շատ հավանական է, այսինքն երկու շատ մեծ
կարևոր միջոցառումներ են սպասվում Հայաստանում 2026 թվականին եւ ընդհանուր առմամբ եթե մի քանի խոսքով ընդհանրեն ամփոփենք տարին, այս տարի իրոք ձեռքբերումների տարի էր Հայաստանի Հանրապետության համար, նախ խաղաղությունը ամրապնդվեց։ Ես չեմ կարող ասել, որ խաղաղությունը լիարժեք հաստատվել, ես չեմ կարող համաձայնվել Հայաստանի իշխանությունների այդ պնդման հետ, բայց ես կարող եմ միանշանակ եւ 100%-ով մեկ բան ասել, որ խաղաղությունը ավելի իրական եւ մոտ է դարձել Հայաստանի Հանրապետության համար, ավելի հանգիստ է դարձել, ավելի կայուն է դարձել հայ-ադրբեջանական սահմանը եւ կարծես թե դրական լուրջ տեղաշարժեր կան հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Կարելի է նույնիսկ կարծես թե բառնել չօգտագործել, քանի որ մենք տեսնում ենք շատ կարևոր շփումներ, շատ կարևոր իրադարձություններ, պատմական նշանակության իրադարձություններ, բայց ես համոզված չեմ, որ այդ խաղաղությունը 100%-ով հաստատված փաստ է, կրկնեմ, այն շատ ավելի իրական է դարձել եւ շատ ավելի մոտ է դարձել, բայց շատ անելիք կա, սիրելի հայրենակիցներ, դեռ այդ առումով եւ արիք մենք ինքներս մեզ չխաբենք, որպեսզի վաղը հանկարծ շատ լուրջ հուսահատություն չունենանք եւ լուրջ խնդիրներ չունենանք։ Այն ազգերը, ժողովուրդները, որոնք որ պատրաստվում են երկարատև խաղաղության համար, ուղղակի պայմանագրի վրա հիմնվելով, դրանք միշտ էլ ունենում են հիմնականում մեծ ողբերգություններ։ Դրա համար շատ լավ է այդ փաստաթուղթը, որը որ ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի մասնակցությամբ, բայց ամենակարևոր երաշխիքը խաղաղության մեր բանակն է եւ մեր տնտեսությունն է։ Դրա վրա պետք է հիմնվել եւ եթե մենք հիմնվենք հենց դրա վրա, ավելի կայուն կլինի մեր խաղաղությունը եւ ավելի վստահ կլինենք մենք խաղաղության մեջ։ Թրամփի գործերն էլ այդքան լավ չեն, իմիջայլոց խոսք է բացում եւ մենք հասկանում ենք, որ բացառված չէ, որ Թրամփը ապագայում ամիսներ անց չենթարկվի իմպիչմենտի։ Այդ ժամանակ ինչ կլինի այդ ստորագրված փաստաթղթի հետ կամ կոնկրետ Թրամփի երթուղու հետ, ոչ ոք չի կարող ասել։ Դրա համար ասում եմ, պետք է հիմա շատ շտապ այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ծրագիրը կյանքի հետ կոչելու մեկտեղ պետք է մտածել նաև այն մասին, թե հարկ առաջանա, ինչպես պետք է վերանվանել այդ ուղին կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Պայմանագրերը կնքվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կնքվել են եւ կնքվում են նաև շինարարության հետ կապված, թրիփը իրականացնելու հետ կապված։ Մենք ուղղակի շատ խելացի եւ զգուշ պետք է առաջ շարժվենք, որովհետեւ պարզ պետք է գիտակցենք, որ Թրամփը հավերժ չէ եւ Թրամփի քաղաքականության ավարտը կարող է շատ արագ վերահասնել։ Թրամփի քաղաքականությունը շատ տարօրինակ անկանխատեսելի քաղաքականություն է, բոլորս էլ հասկանում ենք, բայց Հայաստանին ինքը բավականին հետաքրքիր եւ մեծ հաջողություններ բերեց։ Ես չեմ կարող համաձայնվել այն մարդկանց հետ, ովքեր որ ասում են, թե Թրամփի քաղաքականությունը բացասական ազդեց Հայաստանի վրա, այն անհասկանալի քաղաքականություն է եւ դրանից ոչինչ չի կարելի լուրջ սպասել, ես միանշանակ նրանց հետ համաձայն չեմ, ովքեր որ այդ պնդումները անում են։ Մեկ բան փաստ է, որ Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ամեն ինչ հարթ չէ։ Ուկրաինայի հետ կապված ամեն ինչ հարթ չէ, դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում մեզ համար, բայց կոնկրետ հարավային Կովկասի մասով եւ հատկապես Հայաստանի մասով ես կարծում եմ շատ իդեալական լավ հնարավորություններ է ստեղծում Թրամփի կոնկրետ քաղաքականությունը եւ դրանից պետք է միանշանակ օգտվել։ Նույն ժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հիմա արդեն նախապատրաստվենք նրան, որ կարող է արդեն վաղ ասելով ամիսներ անց Թրամփը չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ եւ այդ երաշխիքները պետք է այնպես անենք, որ պահպանվեն եւ ամրապնդվեն։ Եվ եթե Թրամփը հեռացվի կամ հեռանա, այնպես չստացվի, որ մենք դրանից ունենանք լուրջ կորուստներ ու խնդիրներ, այլ ճիշտ հակառակը ունենանք նոր հաջողություններ։ Չի ասում ենք մեզ համար շատ ավելի լավ է, որ դեմոկրատները ընտրվեն, ընդհանուր այդպես կոնսենսուս կար հայկական քաղաքական փորձագիտական դաշտում։ Ես մեկ-մեկ խոսում եի այն մասին, որ մեզ շատ հնարավոր է ձեռնտու լինի Թրամփի ընտրվելը, եթե չեք մոռացել, խոսել եմ շատ երկար, վերլուծել եմ
այս ամենը եւ այդպես էլ եղավ բարեբախտաբար։ Բնական է մենք չէինք կարող գիտենալ ապագան, բայց կային կոնկրետ process-ներ, հայտարարություններ նաեւ Թրամփի կողմից, որոնք որ մեզ հուշում էին, որ կարող է շատ լավ լինել մեզ համար նաեւ Թրամփի ընտրվելը։ Բայց նաեւ փաստ է այն, որ դեմոկրատները շատ լուրջ աշխատանք էին տարել, որ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքվեց այդ ռազմավարական փաստաթուղթը, անգնահատելի մեծ դերակատարություն էին ունեցել եւ դեմոկրատների հետ աշխատանքի շատ խորը փորձ ունի Հայաստանի իշխանությունը, Հայաստանի արտգործնախարարությունը եւ պետք է այդ կապերը միանշանակ պահպանվեն։ Ու չշեղվենք տարին ամփոփելու մեր խոստումից եւ ասենք, որ ոչ միայն օգոստոսի 8-ի այդ կարևոր համաձայնագիրն էր այս տարի Հայաստանի Հանրապետության հաջողությունը, չնայած որ դա ամենամեծ հաջողությունն էր, այլ կարելի է ասել այն, որ Հայաստանը միանգամից մի քանի երկրների հետ, շատ լուրջ երկրների հետ ստորագրեց ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Գիտեք, Ղազախստանի հետ նման փաստաթուղթ ստորագրվեց, Գերմանիայի հետ նման փաստաթուղթ ստորագրվեց, Եվրամիության հետ հարաբերությունները հասցվեցին ամենաբարձր հնարավոր մակարդակի ռազմավարական հարաբերությունների Մեծ Բրիտանիայի հետ ուղղակի խոստում ընդունվեց, որ այդ հարաբերությունները պետք է հասցվեն ռազմավարական բնույթի, շատ կարևոր դա փաստաթուղթ էր, ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ընդլայնումը եւ գործնական արդեն կոնկրետ դրսևորումները մենք կտեսնենք 2026 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հենց այս տարվա հունվարին էր հաշվեք սիրելի հայրենակիցներ, որքան կարևոր եւ լուրջ փաստաթղթեր ստորագրվեցին այս տարի Հայաստանի եւ տարբեր երկրների միջև։ Չինաստանը եւս մոռացանք։ Չինաստան, Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Գերմանիա, այս երկրները, ում հետ Հայաստանը հաստատեց ռազմավարական հարաբերություններ, ելի աշխատանք է արվում, որ Իրանի հետ հաստատվեն նման հարաբերություններ, մի փոքր դժվար է պատկերացնել նաև այս պահին, բայց կարծում եմ դա էլ կլինի Ֆրանսիայի հետ շատ կարևոր փաստաթուղթ է պատրաստվում, դրա մասին եւս տեղյակ ենք, իսկ 2 տարի առաջ Հայաստանի եւ Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ, այսպիսի կարևոր ձեռքբերումներ ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, կարևոր է նաև նշենք, որ տնտեսական աճը շարունակվել է Հայաստանում, ընդհանուր առմամբ ստաբիլությունը շարունակվել է եւ սա ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում։ Կարևոր եմ նաև համարում Nvidia-ի կողմից հայտարարությունը $500 միլիոն ներդրումների մասին եւ ելի նմանատիպ ծրագրերի մասին, որոնք որ իրականացվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով։ Միանշանակ շատ բան նաև մոռացած կլինեմ, այնպես չէ որ հիմա թուղթուկը դիչով ամեն ինչ պատրաստել էի, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել, որ չեմ մոռանամ, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը այս տարվա մեջ։ Այդ ամենը իմ մտքում էր, միանշանակ կարող է էլի կարևոր ինչ-որ բաներ բաց թողած լինեմ, դրա համար սիրելի հայրենակիցներ, դուք էլ կարող եք ձեր կողմից կարևորված իրադարձություններով, որոնք որ տեղի ունեցան 2025 թվականին, կիսվեք մեկնաբանությունների մեջ։ Իսկ ինչ սպասվում է արդեն հաջորդ տարի, բնականաբար բոլորիս համար շատ պարզ է, խորհրդարանական շատ կարևոր ընտրություններ են Հայաստանում, TRIP ծրագրի մեկնարկն ենք տեսնելու մենք 26 թվականին, տեսնելու ենք քաղաքական Եվրոպայի քաղաքական համայնքների գագաթնաժողովը, տեսնելու ենք COP-ը Հայաստանում, որը որ շատ մեծ իրադարձություն է եւ բազմաթիվ երկրներից, տարբեր երկրներից առաջնորդներ են գալու Հայաստան, նաեւ տեսնելու ենք ամենայն հավանականությամբ հայ-թուրքական սահմանի բացում, հնարավոր է նաեւ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Դա այն է, ինչ հայտնի է մեզ այս պահին, սիրելի հայրենակիցներ։ Շարունակելով Հայաստանի վերաբերվող թեման, տեսակ այսօր էլ Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցեց Գառնիում Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցող պատարագին, որին որ մասնակցում էին նաև մի շարք եպիսկոպոսներ, պատասխան պատարագ էր տեղի ունենում նաև Մայրաթորում, ընդդիմադիրները շատ են իրար անցել, փորձում են պահել ամեն գնով Կտրիչ Ներսիսյանին, Հայաստանի իշխանությունները հետևողական են այս հարցի շուրջ, կարևոր հայտարարություններ են հնչում անընդհատ եւ Հայաստանի իշխանությունները հստակ ասում են, որ իրենք չեն ճանաչում Կտրիչ Ներսիսյանին որպես
ամենայն հայոց կաթողիկոս, պետք է նաև խոստովանել, որ ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ արդեն չստացվի լուծել Կտրիշ Ներսիսյանի հարցը, մեկ-մեկ մենք էլ ենք սխալվում, երբ որ անում ենք վերլուծություններ, ես ի տարբերություն շատերի, ես կարող եմ հստակ խոստովանել, որ մենք մեր վերլուծությունների մեջ նաև սխալներ ենք թույլ տալիս, քանի որ մերը ուղղակի վերլուծական աշխատանք է, եւ մենք չենք կարող գիտենալ ապագան, մենք գուշակներ չենք, բազմիցս ասել եմ, ուղղակի մեր աշխատանքը գնահատվում է նրանով, թե ինչքանով ենք մենք սխալվում եւ ինչքանով ճիշտ ենք կարողանում անել մեր կանխատեսումները հիմնվելով այս կամ այն իրադարձության վրա, այսինքն վերլուծությունները կազմում ենք այս կամ այն վերլուծության վրա, այս կամ այն իրադարձության վրա հենվելով։ Եվ Կտրիշ Ներսիսյանի հարցը ամենայն հավանականությամբ, ինչպես որ մենք ասում էինք, չստացվեց լուծել մինչև տարեվերջ, եւ դա ամենայն հավանականությամբ կախված է նրանից, որ ամանորից առաջ երևի թե Հայաստանի իշխանությունները չեն ուզում թույլ տալ լարվածություն, դրա համար խուսափեցին գնալ կոնկրետ քայլերի, բայց տեսնենք հələ կան օրեր եւ կա նաեւ ժամանակ մինչեւ Սուրբ Ծննդյան պատարագը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի խոսքով անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին, գիշերը շատ լուրջ հարձակման է ենթարկվել Ուկրաինան, նաեւ հոսանքազրկվել էր ամբողջ Կիևը մի պահ գիշերը, այսինքն Ռուսաստանը կատաղի ձևով հարձակման է ենթարկում Կիևը, քանի որ հիմա Ուկրաինայի նախագահը Զելենսկին այցելելու է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ, դրանից է գալիս Ռուսաստանի կատաղությունը եւ վայրագությունը, նրանք փորձում են ամեն ձևով կանխել Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, Պուտինն էլ է անում հայտարարություններ, օրեր երկու օր առաջ նաև նախաձեռնել էին հեռախոսազրույց Թրամփի վարչակազմի հետ ռուսները ամեն գնով ուզում են կանխել, տապալել այդ հանդիպումը, բայց այդ հանդիպումը տեղի կունենա եւ ինչպես ասում է Զելենսկին, մնացել է ընդամենը 10% չքննարկված հարց, այսինքն ոչ թե չքննարկված, այլ համաձայնության չեկած հարցերը եւ առաջին հարցը դա վերաբերվում է կոնկրետ Դոնբասին։ Ուկրաինան առաջարկում է հիմա էլ անցկացնել ընդհանուր հանրաքվե Դոնբասի ճակատագրի հետ կապված, նաեւ Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանի հարցն է մնացել, որը որ չի ցանկանում Ռուսաստանը զիջել Ուկրաինային, իսկ Ուկրաինան չի ցանկանում զիջել Ռուսաստանին։ Հետաքրքիր է, որ Ուկրաինան վերջին օրերին նոր հաջողություններ է գրանցում ռազմի դաշտում, կարողանում է ազատագրել որոշ շրջաններ ուկրաինական, չնայած հնարավոր ռուսները լրիվ այլ բան են զեկուցում իրենց պաշտպանության նախարարության միջոցով եւ Պուտինն էլ նոր սպառնալիքներ է հնչեցնում Ուկրաինայի հասցեին, ասելով, որ արևմուտքում կան ուժեր, որոնք որ խորհուրդ են տալիս Ուկրաինային դադարեցնել պատերազմը, բայց Ուկրաինան չի ցանկանում եւ եթե չցանկանա, ապա ասել է, որ մենք կհասնենք մեր նպատակին գրավելով Ուկրաինայից տարածքներ։ Դա հուշում է մեզ, որ Պուտինը չի հրաժարվում իր քաղաքականությունից, սպառնում է, բայց նույն ժամանակ ես որքան հասկանում եմ այդ հայտարարություններից Ռուսաստանի տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է եւ նրանց էլ պետք է հիմա կանգնեցնել պատերազմը, բայց այնպես կանգնեցնել, որ դա բխի իրենց շահերից։ Իրենք էլ շատ բարդ իրավիճակում են։ Մի կողմից չեն ցանկանում դադարեցնել այդ պատերազմը, բայց մյուս կողմից ստիպված են, դրա համար եմ ասում, ստիպված են դադարեցնելու եւ դրա համար բանակցում են շատ ակտիվ, որպեսզի կարողանան ճնշել եւ հասնել իրենց նպատակներին, բայց դա հասկանում են, կարծում եմ, նաեւ Ուկրաինայում, Եվրոպայում եւ դրա համար Եվրամիությունը որոշում է կայացնում, որ ավելի մեծ ճնշումներ հիմա հատկաց իրականացնի Ռուսաստանի վրա։ Եվ այդ մասին նաև խոսել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ 2026 թվականին իրենք պետք է մեծացնեն ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա։ Բայց թե կոնկրետ ինչ է սպասում այս բանակցություններից Զելենսկիի եւ Թրամփի միջև, դժվար է կանխատեսել։ Գիտենք, շատ անկանխատեսելի մարդ է Դոնալդ Թրամփը, ինչպես կանխատեսենք եւ ինչպես վերլուծենք։ Զելենսկին ասում է, որ Թրամփը պատրաստ է 15 տարով երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց ոչ ավելի։ Թրամփն էլ ասում է, պոլիտիկոին է հարցազրույց տվել եւ ասել է, թե
ինչպես կթելադրեմ, այնպես էլ կլինի, մոտավորապես այս ոճի մեջ, այսինքն հասկացնում է, որ իմ ասածովն է լինելու։ Եվ հիմա Զելենսկին մինչև հանդիպումը, մինչև այցը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նախ վայրեջք իր ինքնաթիռը կատարելու Կանադայում, այդտեղ նա հանդիպում է ունենալու Կանադայի վարչապետի հետ եւ ինտերնետային կապի միջոցով օնլայն ձևաչափով զրույցում ունենալու նաև եվրոպական առաջնորդների հետ, կրկին համատեղելու են իրենց դիրքորոշումը, հետո նոր Զելենսկին հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։